Սիմետրիան նշանակում է հավասարակշռություն և ներդաշնակություն ձևերի միջև։ Այն լայնորեն կիրառվում է քաղաքագործությունում, օրինակ՝ սեղանների, աթոռների կամ պահարանների ձևավորումը։ Ինչպիսի դեր ունի համաչափությունը կահույքի ձևավորման մեջ։ Ասեմ, երեխեք ջան, ուրեմն կահույքի մեջ ամենակարևոր դեր ունի համաչափությունը, ամեն բառագամ այդ կարևոր է։ Եթե համաչափ չլինի, հետագայի խնդիրներն էլ մեր գործի մեջ շատ կլինեն խնդիրներ, ամրության հետ կապված էլի կարևոր է։ Մի խոսքով կահույքը սկսելուց ամենակարևոր բանը համաչափությունն է, որ պետք է ճիշտ լինի։ Ինչպես եք որոշում պահարանի իդեալական համաչափությունը, որպեսզի այն ներդաշնակ տեսք ունենա տարածքում։ Ասեմ, ուրեմն որոշում ենք համաչափությունը ըստ չափսերի, պահարանը ինչ չափսի է, բաժանում ենք մասերի, ստանում ենք միլիմետրներ, դաժե, սանտիմետրը կարա չլինի սանտիմետր, սենց բացատրեմ, ստեղ կա ունենք 432, այդ միլիմետր է, 42 սանտիմետր, 2 միլիմետր, իրա լայնքն է, 160 իրա միլիմետրով 16 սանտի բարձրությունն է։ Իսկ ինչպես է միջտեսակը ազդում համաչափության վրա, օրինակ բնական փայտը ժամանակի ընթացքում փոփոխվում է, իսկ MDF-ը ոչ, ինչպես եք սա հաշվի առնում։ Փոփոխումը կարա լինի տարբեր պատճառներով, կարա ինքը փայտը եթե ներկված է, չգիտեմ, լաք հարված, այդ վնասվի, ինքը որակապես ավելի ճիշտ շատ լավ աշխատում, փայտ բնական է, այս լամինատն է, մեր կոնկրետ այս կահույքը, որ հավաքված է լամինատից։ Փայտի փոփոխումն կախված է այդ ներկը վնասվել, չգիտեմ, խոնավության դեպքում դեֆորմացվել, եղանակի փոփոխությունից էլ դաժե դրսի կահույքները շուտ փոփոխվում են իր տեսքի պահով, դեֆորմացվելով։ Հնարավոր է ձեռքի գործիքներով ստանալ նույնքան ճշգրիտ համաչափություն, որքան մեքենայական սարքերով։ Կարանք ստանանք, բայց ոչ այդքան ճշգրիտ ինչքան որ մեքենայացված սարքերը, որովհետև էլի եմ ասում միլիմետրներ է այդ, ամեն մի մանրուքը հաշվի ենք առնում։ Նշել մի քանի գործիքների տեսակներ, որոնք դուք օգտագործում եք կահույքը պատրաստելու ժամանակ։ Դե մեր ամենակարևոր գործիքներն են շուրբավոտ, լոմզիկ, արդեն այնտեղ գնում են մանր գործիքներ, կանոններ, մետրներ, մարկերից սկսած, մատիտից սկսած, շատ կարևոր բաներ կան, որ պետք է մեր գործի մեջ ունենալու։ Մեր մարկերից սկսած, մատիտից սկսած, շատ կարևոր բաներ կան, որ պետք է մեր գործի մեջ ունենալու։ Այս շուրբավոտն է, այս շուրբավոտը այնտեղ էլ այս մետր, որ ջնդի պետք է անպայման, այազում մշակվում է, որ ավելի եզերը հարթ լինեն, շինարարական ֆեն, որով որ կպցրվում է այս եզերի կրոմ կեքը, որով որ անկյունները կլորացնել, տափակացնել, սենց գործիք է, դուգլարեզն է, որով որ տարբեր անկյուններ է գտնում, 45, 35 լուբոյ անկյուն, ամեն անկյուն տեղ։ Ձեր գործերում նախորդ պլանավորում եք համաչափությունը, թե երբեմն թողնում եք, որ այն բնական ձևով առաջ։ Կահույքի արտադրության ոլորտում հիմնականում պահպանվում է համաչափությունը, քանի որ առանց պահպանելու ինքը գեղեցիկ չի նայվի, ավելի աչքի համար ավելի գեղեցիկ չի դիտվի, չնայած դեպքեր լինում է, երբ որ թողնում ենք այնպես ինչ որ ստացվել է, ավելի շատ կարող ենք խախտել, 100% ինչ-որ խնդիր չի դրված, որ պետք է համաչափությունը պահպանենք։ Ինչպես եք ապահովում հագուստի համաչափությունը կտորը կտրելիս։ Ուրեմն երեխեք ջան, հագուստի համաչափությունը ապահովելու համար նախ կարևոր է ճիշտ վերցնել չափսերը եւ պատրաստել ճշգրիտ նախշեր։ Կտորը կտրելիս օգտագործում ենք չափման գործիքներ, օրինակ սանտիմետր, գծաշար,